շատ ավելի համահունչ եւ ներդաշնակ են դառնում Նիկոլ Փաշինյանի այսօրվա իշխանության եւ Ադրբեջանի իշխանության եւ ողջորած առաջնորդի հայտարարություններն ու մոտեցումները, հատկապես երեկվա հայտարարությունները խնդրեմ։ Դուք ճիշտ եք Տիկին Թովմասյան, որովհետև երեք չէ առաջ օրը տեղի ունեցած Ադրբեջանի Ղազիների համագումարը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետության դավաճան կապիտուլյանտ Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր ոհմակը եւ Ադրբեջանի բոլոր կրոնական գործիչներն ու կրոնական առաջնորդները հայկական եկեղեցու դեմ համատեղ արշավանքը ծրագրավորում, կազմակերպում, ղեկավարում են համատեղ կենտրոնից եւ այդ կենտրոնը Ալիևի գրասենյակն է։ Գիտեք ինչ կա, երեք նույնպես արտասահմանում իր հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մենք հրաժարվում ենք Ղարաբաղի մտքից, ադրբեջանցիները թող հրաժարվեն արևմտյան Ադրբեջան մտքից։ Այսինքն չեղած սին ստեղծած պարզապես կեղծ պատմական եզրույթը Նիկոլ Փաշինյանը ենթարկում է 5000 տարի հայաբնակ, հայկական Արցախի հետ եւ հրաժարվում է մեր 5000 տարվա հայրենիքից հանուն ադրբեջանցիների ստեղծած 2 տարվա եզրույթի։ Այսինքն դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը մեր ազգային ամեն ինչը դնում է ադրբեջանական ոտքերի տակ, ուրիշ բան հայտարարեմ։ Այսօր լայն քննարկվում է նիկոլական պրոպագանդիստները թուրքական ապրանքները, ովքեր թուրքական փողերով են եկել իշխանության եւ այսօր էլ թուրքական փողեր են ստանում, ովքեր համաձայն չեն իմ մտքի հետ թող դատի տան, ես դատարանում ապացուցեմ, որ իրենք թուրքական փողերով են ապրում, ստեղծագործում եւ կործանում Հայաստանը, լայն պրոպագանդա են անում։ Օրինակի համար, բոլորը առանց բացառության ասում են մենք բանի ներկայացնում սուրբ է եկեղեցին մեզ համար եւ մենք դեմ ենք կաթողիկոսին, մենք այսինքն մենք սիրում ենք եկեղեցին, բայց դեմ ենք կաթողիկոսին, մենք սիրում ենք մեր եկեղեցին, կողմ ենք բանի Բեթլի նման ստրիկաների, դավաճանների, Թիֆլիսում բիզնես արած եպիսկոպոսներին, քանի որ նրանք նիկոլական են եւ դեմ ենք իրականում խաչ ձեռքին Իսրայելի հատուկ ծառայությունների դեմ դուրս եկած Արշակ եպիսկոպոսին դեմ են իրենք, հասկանում ես, եւ հանկարծ մտածում ես։ Հիշում եք 2008 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը միտինգի ժամանակ գոռում էր. «Քաղաքը ազատենք տականք ղարաբաղցիներից»։ Հետո երբ եկավ իշխանության, Արցախի հրապարակումն ասում էր այստեղից է սկսվել հայերի վերածնունդը, Արցախը Հայաստանը եւ վերջ, սիրում եմ ձեզ արցախցիներ, հետո ասեց սիրում եմ եւ Արցախը տվեց Թուրքին։ Եվ այնքան է ցինիկ ու լկտի, եւ այնքան է մտագար ու մոլագար, որ հայտարարում է, ասում է մենք 5000 զոհ տվեցինք, լուծեցինք Արցախի հարցը։ Այսինքն Արցախ ամբողջությամբ տվեց Թուրքին, դա Արցախի հարցի լուծում է համարում ինքը։ Եվ հետո ինչ որ մեկը, եթե իհարկե բանական է նա, մտածող էակ է, ասում է գիտես արցախցիները դաշնակները տվեցին Թուրքին, ռուսները տվեցին Թուրքին, նախկինները տվեցին Թուրքին, արցախցիները տվեցին Թուրքին։ Այդ հայտարարություններից հետո ինչ որ մեկը դեռ կասկածում է, որ Արցախը Թուրքին տվեց Նիկոլ Փաշինյանը։ Եվ կարողացավ ստերով դուք հասկանում եք ինչ է կատարվում մեր ժողովրդի գիտակցության հետ։ Երբ ավտոբուսում քաղաքական թեմայով խոսում, բոլորն ասում են, այստեղ հանրային վայրի քաղաքականությունից մի խոսեք եւ այլը, բոլորը չգիտես ինչու վախենում են։ Այսինքն ես հասկացա, ես դիմեցի հոկեբանին եւ ասես, պարոն Հովհաննիսյան, ժողովուրդը վախենում է իրականության հետ առնչվելուց։ Նա գիտի, որ դա իրեն տանելու է կործանման եւ վախենում է։ Ասեմ, բա լավ, իրենք չեն նայում, օրինակի համար Փաշազադեի հայտարարությունները։ Կովկասյան մահմեդականների առաջնորդի հայտարարությունները հայոց եկեղեցու եւ Հայաստանի վերաբերյալ, ասում ոչ, իրենք չեն նայում։ Իրենց այսօր միտքը գրավել են ներկված մանկապարտեզով եւ ներկված դպրոցով։
1 սանտիմետր հաստությամբ 6 ամսվա համար փրված ասֆալտով են իրենց միտքը ներգրավել։ Ասում են իրենք չեն հասկանում դա այդպիսի բաներ։ Ասում են պարզապես պետք է անդադ ասել։ Եվ ես բերեմ օրինակ 2-3 օր առաջ տեղի ունեցել Ադրբեջանի, այսինքն Կովկասյան մահմեդականների Ղազին դա մահմեդական մեր եպիսկոպոսների նման կարգավիճակ է, մոլլայից բարձր Ղազին է, եւ Ղազիները դրանք հոգեվոր ուսուցիչներ եւ հոգեվոր առաջնորդներ են մահմեդականների մոտ, եւ Ղազիների այդ բանը եւ Ղազիների այդ համաժողովում Շուքիր Փաշազադեն ասել է ճիշտ նույնը, ինչ ասում է այսօր հայոց եկեղեցու եւ Էջմիածնի մասին ասել է նույնը, ինչ որ այսօր ասում է Ադրբեջան։ Առաջին Նիկոլ Փաշին առաջինը պետք է ընդհանրապես վիրավորելով հայ ժողովրդի գիտակցությունը, ինքնությունն ու հավատը, Էջմիածին անվանում է Ուչմիածին անվանում, եւ դա համարում է իրենց կրոնական կենտրոնը Արևմտյան Ադրբեջանում։ Եվ ասում է պետք է Էջմիածինը ազատագրել հայոց կաթողիկոսից, այն ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ ոչ միայն դա ասում է, այլ բերում եմ ուղիղ նա խոսքերը ոչ մի զիջում հայերին։ Ուչմիածինը պետք է դառնա ադրբեջանական կրոնական կենտրոն։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական Հայաստան, պատմական հայրենիք, եւ մեր պատմական հայրենիքին հոգեվոր վերածնունդ պետք է ապահովենք։ Եվ հայտարարում է Էջմիածինը վտանգ է սպառնում մեզ, որովհետև երբ դադարի հայոց պետականությունը, դա իրեն խոսքերն են, որին տանում է Նիկոլը իր քաղաքականության, երբ դադարի հայոց պետականությունը, Էջմիածինը ուզում է դառնալ այն հենարանը եւ իրականությունը, որպեսզի հայոց ներկայությունը ապահովի մեր պատմական հայրենիքում։ Եվ ասում է Կիլիկիայի եւ Էջմիածնի կաթողիկոսները պայքարում են, որպեսզի հայերը մնան այս տարածքում, որը դեմ է մեր քաղաքականության, ազգային քաղաքականությանը։ Հիմա որևէ բանական մարդ կա, որ չհասկանա, թե ինչու է այդ մեծ պայքարը կաթողիկոսի շուրջ։ Ինչու նիկոլական թուրքական փողերով սնվող թալանչի սրիկա հակահայ ուժերը ինչ են ուզում արմատախիլ անել կաթողիկոսությունը, ենթարկել իրենց թուլացնել եւ այլ։ Նիկոլը սիրում էր Արցախը, Արցախը տվեց թուրքերին։ Նիկոլը սիրում էր ժողովրդին, ամեն օր ժողովրդին դատում է, կալանավորում է, սպանում է, թալանում է եւ այսպես շարունակ։ Հիմա դուք հասկանում եք, որ կաթողիկոսարանի շուրջ ծավալվող այս պայքարը ոչ թե պայքար է Նիկոլի ամբիցիաների համար, այլ պայքար է թուրքական էթնոսի վերջնական հաղթանակի համար, պայքար է հայ գոյության հարատևության համար, որովհետև նրանք գիտեն, քանի կա կաթողիկոսությունը, Հայաստանը ներկա է այս պատմական տարածքում, չի լինի հայոց եկեղեցին, Էջմիածինը, Հայաստանի ներկայությունը մեծ հարցականի տակ է, Իսկ թուրքեր ուզում են արմատախիլ անել դա։ Ղարաբաղ սիրող Ղարաբաղին տվեց թուրքերին, հայ ժողովրդի, որ սրտիկ է ասում, ես սիրում եմ քեզ հայ ժողովուրդ, պատրաստում եմ մորթել, սպանել, դատել, ոչնչացնել, թալանել։ Ինչու է այսպես հայոց կաթողիկոսի դեմ այդ արշավը։ Ես երբ զրուցում էի վերջերս մի խումբ մարդկանց հետ, ովքեր ինձ դիմել էին թոշակների հարցով, ոչ ոք չգիտեր, որ ամենայն հայոց կաթողիկոսը ոչ միայն գերազանցությամբ ավարտել է Գևորգյան ճեմարանը, այլ երկու եվրոպական համալսարանական գերազանցության վկայությամբ կրթություն ունի։ Ոչ ոք չգիտեր, որ հայոց կաթողիկոսը 4-5 լեզուներ է տիրապետում մայրենի լեզվի նման, որ նա ունի 3 բարձրագույն կրթություն, համալսարանական կրթություն ունի,
Ոչ ոք այդ մասին չգիտեր։ Եվ ինչու են այսօր թուրքեր այսպես հարձակվել հայոց եկեղեցու վրա եւ հայոց կաթողիկոսի վրա։ Որովհետեւ բերեմ միայն մի բան, թե ինչպես է ծաղկել հայոց եկեղեցին, առաքելական եկեղեցին այս կաթողիկոսի օրոք։ Հայոց եկեղեցին դարձել է տնտեսապես ազատ կառույց, ինքնուրույն կառույց։ Եվ միայն Գարեգին ամենայն հայոց վեհապար կաթողիկոսի, օծյալ կաթողիկոսի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում վերանորոգվել են 24 վանքեր եւ վանքային համալիրներ։ Հայոց կաթողիկոսի Գարեգին II-ի ժամանակ 289 եկեղեցի սրբավայր է վերանորոգվել եւ դարձել գործուն հավատացյալների համար։ Հայոց օծյալ կաթողիկոս Գարեգին II-ի օրոք 10 նոր եկեղեցի է կառուցվել։ 10 եկեղեցի է կառուցվել։ Պատմական օրինակի համար ասեմ, Հայաստանի Հանրապետության ոչ մի կաթողիկոսի օրոք 10 եկեղեցի չի կառուցվել։ Եվ այս կան մեծ շինարարական, վերանորոգչական աշխատանքներ չեն կատարվել։ Ահա թե ինչի ամեն ինչ ավերող, ամեն ինչ նսեմացնող թուրքին տվող Նիկոլի համար հայոց եկեղեցին փուշ է, որովհետև թուրքերը հայոց եկեղեցուն նայում են որպես այն հզոր կառույցի, ով կարող է ժողովրդին հայեցի պահել, ով կարող է ժողովրդին ոգի, ինքնություն, էթնիկական զարգացման հենարան ստեղծել։ Ահա թե ինչու Շուքյուր Փաշազադեն, ով ղեկավարում է Հայաստանի եկեղեցու հայոց կաթողիկոսի դեմ այդ կեղտոտ արշավը, հայտարարել է եկեղեցին ցանկանում է պետականության կործանումից հետո, այսինքն նրանք ծրագրել են պետականության կործանում։ Եվ այդ ծրագիրը համատեղ Նիկոլի հետ են կազմակերպել պետականության կործանումից հետո հայոց ներկայությունը ապահովել մեր պատմական հայրենիք Արևմտյան Ադրբեջանում։ Հիմա հասկանում եք, թե ինչու տվեց Արցախը։ Հիմա հասկանում եք, թե ինչ է կատարվում մեզ հետ։ Սուրբ Սոֆիայի տաճարի վրա խաչ գցեցին եւ դարձրեցին մզկիթ։ Ինչ է եղել, որ Էջմիածնում էլ խաչ գցեցին, դարձնեն մզկիթ։ Կդառնա պատմության մեջ ամենահին մզկիթը, կառուցված մզկիթը։ Եվ վերջ։ Եվ կաթողիկոս չի լինի։ Նիկոլականներն էլ Նիկոլ օրինակը գնա Կանադայի 17 միլիոնանոց պալատում կծիծաղի քեզ վրա ժողովուրդ։ Կծիծաղի ուղակի։ Հասկանում ես։ Ինքը կկատարի իր խոսքը այդ 5 միլիարդը, որ Արցախի համար ստացել է, համաձայն Զատուլինի հայտարարության եւ համաձայն մամուլում կտած, այն 211 միլիոն դոլարը, որ Հայաստանի կենտրոնական բանկ են տեղափոխել եւ ուր է անհայտացել, այդպես էլ ոչ մի հաշվետվություն չեղավ, այդ փողերով կապրի։ Մենակ մեր երկրից Նիկոլ Փաշինյանը այս 7 տարիների ընթացքում թալանել է 7 տարիների ընթացքում թալանել 4-ից 5 միլիարդ դոլար։ Իսկ եթե նիկոլականներին էլ գումարենք, ապա 1 միլիարդ, 2 միլիարդ էլ նիկոլականներն են թալանել։ Ահա դեր ամեն ինչը։ Եվ ինչ ով պետք է ձեզ պաշտպանի։ Սիրելի հայ ժողովուրդ, բանակ չունեք դուք։ Հենց 3 գիշեր, ամբողջ գիշեր ես աշխատում եմ այն ինֆորմացիայի վրա, ինչպիսին է Հայաստանի Հանրապետության բանակի մարտունակությունը։ 145 երկրների շարքում, եթե մինչև Նիկոլի իշխանության գալը հայոց բանակը մարտունակությամբ եւ իր հնարավորություններով 47-րդ հորիզոնականում էր 145 բանակների շարքում, ապա 2024 եւ 25 թվականների տվյալներով 129-րդ տեղում է 145-րդ բանակների եւ 129-րդ տեղում դա նշանակում է, որ հայոց բանակը 3 բան չի կարող անել։ Չի կարող ապահովել երկրի ազգաբնակության անվտանգությունը, պաշտպանունակությունը եւ չի կարող պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ահա բանակի վիճակը։ Լսեք, սորոսական վիժվածքներ, միած զինվոր ինքնասպան էր լինում։
մայրուղիներ էիք փակում, աղմուկ էիք բարձրանում, ամոլ, կեղծ ու ստոր, օտարերկրյա դեսպաններ, Հայաստանի Հանրապետություն, այդպես կոչված եվրոպական ամերիկյան դեսպաններ։ Ինչի՞ չեք խոսում, երբ զինվորներին է այրում, երբ սպա են մահացած սպանված գտնում, ինչու չեք խոսում, բա ուր եք դուք։ Դե ժամանակ փող էին տալիս Հայաստանի դեմ պայքարելու համար, հիմա փող են տալիս Հայաստանը կործանելու համար եւ դաշնակցած իշխանությունը հետ կործանում եք Հայաստանը։ Դա եք ուզում անել։ Թե ձեզ համար միևնույն է, երկու դեսպանատուն կլինի, թե մեկ դեսպանատուն միայն Բաքվում։ Ձեզ միևնույն է, իսկ ինձ համար միևնույն չէ։ Ինձ համար միևնույն չէ։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունը դարձել է այնպիսի մի երկիր, որտեղ ցանկացած խոսք, որը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, դառնում է առիթ, որպեսզի քեզ սահմանադրական կարգի տապալման դեմ կամ բռնության կոչի համար տանեն ու դատեն։ Թեկուզ սահմանադրական կարգը ամեն րոպե խախտում է Նիկոլ Փաշինյանը։ Կոռուպցիան այնպիսի աստիճանի է հասել, որ ուղղակի դարձել է արդեն ծիծաղ։ Մեկը կա, որ դուրս է գալիս, ասում եմ, բոլոր ընդդիմադիրները, որոնք բյուջեի համար չքննարկեցին, ժողովուրդ, դեմ են, որպեսզի դուք աշխատավարձ ստանաք, թոշակ ստանաք, սոցիալական հարցեր լուծեք, եւ հանկարծ մամուլում հետքը գրում է, որ այդ Կոջոյանը 500,000 դոլարանոց տուն ունի, որը գնահատել են իբր թե 71 միլիոն դրամ, որը կադաստրային արժեքից 100,000 դրամով մեկ քառակուսի մետրը պակաս է կադաստրային արժեքից ձևակերպված, եւ կնոջ աշխատավարձը 21 միլիոն դրամով չի բավականացում այդ տունը գնելու համար, եւ հետո ինքը գրում է, արտարանում է, ասում է, գիտեք ինչ կա, ես հիպոթեկային վարկ եմ վերցրել։ Ես ուղղակի մի անգամ տեսա քպեականներից մեկի Ծաղկաձորում 10 օրվա ընտանիքի հանգիստը չեկը, որ ինքը մուծել էր հյուրանոցում։ Դա իրա մեկ տարվա ամբողջ աշխատավարձի եկամուտն էր։ Բայց ինքը իր աշխատավարձի չափ համարյա հիպոթեկային վարկ է մուծում։ Այդ բանն էլ է արել այսպես նոր կոռուպցիոն սխեմա են մշակել քպեականները։ Իրենց աշխատավարձը 1 միլիոն է ամսական։ Այդ 1 միլիոնը հիպոթեկային վարկ են մուծում, եւս 1 միլիոն, չգիտես որտեղից ծախսում են իրենց գոյության համար։ Բայց ասում են, այս տունը ձեռք ենք բերել հիպոթեկային վարկով։ Մենք արդար ենք, բա ո՞նց ես ապրել, ինչ ես լափել, լակե, ապրել։ Ինչպես է դա չքեղ արտասահման ուղևորությունները կազմակերպել։ Մեկը կա այն, որ պոռնոֆիլմերում լավ նկարահանվում էր։ Այդ մեկը Ֆրանսիաներում շքեղ կյանք է վարում, որի միայն Ֆրանսիայի մեկ այցելությունը իր 10 տարվա եկամուտն է աշխատավարձը։ Հետո ասում է ես կոռուպցիոներ չեմ, մարդկանց դատի է տալիս։ Հասկանում եք։ Հասկանում եք։ Ինչ է կատարվում։ Կոջոյանը չեմ կարող ասել ճիշտ։ Դու ինչպես ես սոված, երբ արտադրության նախարարն ասում են նախքին սովածներ, ասում են ես երբեք սոված չեմ եղել։ Դու սոված չէիր, որովհետև կուսակցությունն էր վազում քո գեղեցիկ կազմվածքը ցույց տալու համար, որպեսզի ինչ որ մի շահույթներ ունենաս եւ հանկարծ դարձար նախարար։ Այնպիսի նախարար, որի օրոք մարդու իրավունքները համատարած ոտնահարվում են Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում արդեն 100-ից ավել քաղ բանտարկյալներ կան։ Բայց դուք կեղծելով փաստագրությունը ստում եք եւ հանրությանը եւ դրսի ուժերին, ասում եմ ես ու ամուսինս բարձր լավ կրթություն եմ ստացել, բարձր աշխատավարձ ունեմ, այսինքն ուսուցիչը լավ կրթություն չի ստացել, որ 100,000 է ստանում։ Պրոֆեսորը լավ կրթություն է ստացել, որ քո նման 1 միլիոն չի ստանում, այլ ստանում է 200,000։ Լավ կրթություն չի ստացել, այդ ինչպես է դառնում պրոֆեսորը, ուսուցիչը, գիտաշխատողը
ինժեները լավ կրթություն են ստանում, բայց չեն ստանում 1 միլիոն, բայց դու ստանում ես ինչպես է պատահում։ Եվ ամենասարսափելին Հայաստանի Հանրապետության հանցագործությունների թիվը այս իշխանության օրոք հանցագործությունների աճը 10% է։ Հասկանում եք։ Սպանությունների աճը 29%։ Սպանությունների աճը 29%։ Բայց գիտեք ինչ կա, հետաքրքիր մի բան կա։ Վերջերս մեկ մեքենա Մաքսանենք, մեկ մեքենա Մաքսանեն ծխախոտ է ներկրվել Իրանից Հայաստանի Հանրապետություն։ Կալանավորվել է, քրեական գործ է հարուցվել եւ կալանավորվել է 8 անց։ Ես ուզում եմ հայ հասարակությանը հիշեցնել 19 թվականին 4 ինքնաթիռ Մաքսանեց սիգարետներ, որ բռնեցին Ռուսաստանի Դաշնությունում, որի մեջ մամուլում նշվեց եւ հատուկ ինֆորմացիայում նշվեց Նիկոլ Փաշինյանի Անեզակ եւ Նիկոլ Փաշինյանի կնոջ անունները, որևէ մեկը կալանավորվեց, քրեական գործ հարուցվեց, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բռնաբարվում է արդարադատությունը։ Քրեական գործեր են հարուցվում մանկուրտ, ստրկամիտ, գարշելի, կոռումպացված եւ իշխանաստրուկ քննիչների կողմից։ Առանց փաստերի, առանց քրեադատավարական օրենսգրքի 12 հոդվածների պահպանման, քրեական գործ հարուցելու անհրաժեշտ պայմանների 12 հոդված կա, 12 կետ կա, ոչ մեկը չի պահպանվում։ Միայն քրեական գործեր են հարուցվում։ Եվ ինձ թվում է, թե վերջերս ասում են, բա մեկը կա իշխանության ասում է, եթե քաղ բանտարկյաններ լինեն, Հայաստանի Հանրապետության բռնաճնշումն այդքան բան լինի, օտարերկրյա դեսպանները իրենց կարծիքը կասեն, ուրեմն չկա որ չեն ասում։ Ես բերեմ Չեխիայի դեսպան Պյոտր Պերանչիկի վերջերս կատարված պաշտոնական հայտարարությունը Եվրամիությունում մարդկանց ճնշում են քաղաքական շահից ելնելով։ Հայաստանի Հանրապետության ազատությունների մակարդակը կտրուկ իջել է։ Այսինքն քաղաքական շահից ելնելով մարդկանց ճնշում են։ Երբ նայում եմ ֆեյքերի եւ տարիքն առած կանանց, ում երեխաները կամ թոռները աշխատում են որևէ պետական կառույցում, նրանց մակագրությունը մեր սուրբ եպիսկոպոսների 3 եպիսկոպ, 4 եպիսկոպոսների հասցեին, ես ուղղակի մնում եմ ապշած թե մարդկային տականքությունը եւ ապատեղեկատվությունը ինչպիսի աստիճանի կհասնի։ Ես ասում եմ, Արշակ Սրբազանը խաչը ձեռքին Էջմիածնի հայոց եկեղեցու պատիվը, անունը եւ շահերը պաշտպանելու համար դուրս է եկել Իսրայելի հատուկ ջոկատայինների դեմ։ Հասկանում ես։ Երկու այդպիսի դեպք է եղել Բեթլեմի հայոց եկեղեցու քահանան Տեր Գրիգորը, որը քահանա չի եղել, պարզապես ծառայող է եղել, դուրս է եկել Ադրբեջանի հատուկ ջոկատայիններին կանգնեցել, դա իմ քեռին է։ Գրիշա Վարդազարյանը եւ Արշակ Սրբազանը։ Եվ այդ եպիսկոպոսին իհարկե պետք է կալանավորեին, որովհետեւ թուրքերը հերոս հայերի չեն ներում երբեք։ Եվ դրանք քաղաքական պատվերներ են, քաղաքական վիճակ է։ Միաժամանակ ժողովրդի թալանը շարունակվում է։ Երբ Նիկոլ Փաշինյանը մամուլի լրատվության ներկայացուցիչների հետ միասին անմեղ շիզոֆրենիկի մութ գարշելի հայացպան հայացքով նայում է ասում է մեր տնտեսական աճը մենք հետ չենք խոսում, Եվրամիությունն է խոսում, հասկանում ես, ես բերեմ մի փաստ, բայց Եվրամիությունը մեր տնտեսական աճի մասին խոսում է, այդ տականք վիժվածք, ինչու է մեր արտաքին պետական պարկը 13 միլիարդ
$666 միլիոն դարձել հոկտեմբեր ամսվա տվյալներով։ Եվ ինչու է եւս $718 միլիոն նոր պետական պարկ փորձում ավելացնել մինչև տարեվերջ։ Եթե մեր տնտեսական աճը այդքան շատ է, ինչու է 600 միլիարդ դրամ մեր պետբյուջեի դեֆիցիտը կազմել։ Այն դեպքում, որ դու 5%-ով կրճատել ես պաշտպանական ծախսերը, մինչդեռ Ադրբեջանը 21%-ով ավելացրել է։ Ժողովուրդ, այս տականքը, այս Դավաճան Նիկոլը դիտավորյալ մեր բանակը իջեցրել է մարտունակության այնպիսի աշճանի, որ մենք 129-րդն է մարտունակության բանակն ենք, այսինքն մենք չենք կարող մեր երկիրը բնակչին հային պաշտպանել, իսկ պետական պարտքը ավելացնում է։ Եվ Թրամփի ուղի մինչդեռ ադրբեջանական բոլոր աղբյուրներում Զանգեզուրի միջանցք է, թուրքական բոլոր աղբյուրներում Զանգեզուրի միջանցք է, եվրոպական բոլոր աղբյուրներում Զանգեզուրի միջանցք է, եւ Աթաթուրքի ծրագիրը իրականացնելով, 100-ամյա ծրագիր իրականացնելով, մեղրի այդ հատվածը տալով Թուրքին որպես ճանապարհ, հայ միջայլոց նիկոլական անուղեղ միաբջիջ ոչնչություններ այն տեղով անցնելու են միայն թուրքական ապրանքներ։ Միայն թուրքական ապրանքներ։ Եվրոպայից Ադրբեջան, Միջին Ասիայից Ադրբեջանից Թուրքիա, Եվրոպա։ Թուրքիայի եւ թուրքերի համար նախատեսված ապրանքներ։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի ստանալու։ Ինչու ոչինչ չի ստանալու, ասեմ ինչու ոչինչ չի ստանալու, որովհետև ստեղծված այդ կազմակերպությունը, որը պետք է իրականացնի այդ տեղափոխումները եւ համաձայն Երակոմ համաձայնագրի Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությամբ համաձայն այդ համաձայնագրի իրականացնի աշխատանքները այդ կազմակերպության 40%-ը արժեթղթերի 40%-ը պատկանում է թուրքական կապիտալին։ Պատկանում է թուրքական կապիտալին։ Հասկանում եք։ Եվ այն չի ծառայելու Հայաստանի Հանրապետության շահերին, այն ծառայելու է միայն Թուրքիայի շահերին։ Թուրքիայի շահերին։ Եվ ես ուզում եմ անդրադառնալ նաև այն, որ 2026 թվականին տնտեսական այսպես աճ գոռացող այսօրվա իշխանությունները բարձրացնում են եկամտահարկն ու գույքահարկը։ Բարձրացնելով եկամտահարկն ու գույքահարկը, կրկնակի բարձրացնելով եկամտահարկն ու գույքահարկը, մենք գիտենք, որ միայն այս տարի 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում 31,000 ձեռնարկություն եւ կազմակերպություն է փակվել։ Բացվել է 20,000-ը, փակվել է 31,000-ը։ Այսինքն 11,000 ձեռնարկություն, որոնք հիմնականում մանր եւ միջին ձեռնարկություն են, փակվել են գույքահարկի, եկամտահարկի եւ այլ պետական турքերի ու տարբեր հարկերի բարձրացման պատճառով։ Ամեն ինչ դրված է ժողովրդից թալանելու վրա, Նայեցեք, չեն բարձրացնում թոշակները։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության թոշակառուները չունեն այնքան մտավոր գիտակցական մակարդակ, որ կարողանան ինքնուրույն ծախսել 10,400 դրամ փողը։ Եվ ասես, որ պետությունը իր վրա է վերցնում այդ անուղեղ թոշակառուների, այդ սեփական շահը եւ սեփական գործողությունները կառավարել չկարողացավ այդ անունեղ թոշակառուների այդ մեծ ծանր պարտականությունը եւ այսուհետ 10,400 դրամը կծախսվի օրինակ դեղերի վրա։ Եվ ինչպես օրինաչափություն արդեն իսկ հայտարարվել դեղատան խոշոր ցանցերից մեկի տնօրենն ասաց, որ դեղերը անմիջապես թանկացել են եւ հունվարի 1-ից
դեղերը հունվարի 1-ից 15-ից 25% ավելի արժեքով են թանկանում, ասեմ ինչու ասես, որովհետև դա երբ գույքահարկն ու ներեցեք, եկամտահարկն ու գույքահարկը ներկրման հարկը բարձրանում են, դեղերը ինստինկտիվ պետք է թանկանան։ Ասեմ, բա Նիկոլ Փաշինյանը ասաց, եթե մինչև այդ 10,000 դրամով շահառուն կարող էր առնել, օրինակի համար 10 անուն դեղ, հիմա 10,000 դրամով առնելու է 5 անուն դեղ։ Այսինքն կրկնակի ավելի թանկանալու են դեղերը, բոլոր դեղերը առանց բացառության։ Այսինքն պետությունը իր վրա է սկսում է մարդկանց ծախսերը եւ թանանելու այդ թոշակառուներին պատկանող փողերը։ Միանշանակ ասեմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության ինֆլյացիան միայն այս տարի կազմել է 11%։ Ինֆլյացիան կազմել է 11%, աշխատավարձները բարձրացել են 5%-ով, թոշակները ընդհանրապես չեն բարձրացել։ Այսինքն աշխատող ազգաբնակչությունը 6% է աղքատացել, թոշակառությունները 11%-ով են աղքատացել։ Եվ ահա թե ինչու Հայաստանի Հանրապետության աղքատության ցուցանիշը 20%-ից բարձրացել է 27%, ծայրահեղ աղքատության տոկոսը մինչև այս տականքների իշխանության գալը 1%-ից բարձրացել է 3%, ծայրահեղ աղքատները։ Մինչդեռ տարբեր տեսակի կապիկությունների անվան տակ շարունակում են թալանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Բոլոր տեսակի սոցիալական օգնություններից 50%-ը կրճատվել է։ Սոցիալական օգնություն, հաշմանդամությունների կարգի զրկումը սարսափելի վիճակի է հասել Հայաստանի Հանրապետությունում, բայց անդրադառնամ մի ուրիշ բանի։ Օրինակ, որ թույլ չեք տալիս կամփոփեմ, լավ։ Եվ ամփոփելով ասեմ, որ ապահովագրության այդ կապիկությունը, որ յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց 10,800 դրամ են վերցնում, վերջերս առողջապահության այդ նախարարը փորձեց ապացուցել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 300 դրամ են մուծելու, որովհետև 5,000-ը այդ ինչ-որ զինվորների համար մուծվող ստում է, զինվորների համար 1,500 էր դարձել է 1,500, ոչ մի 5,000 դրամ զինվորների համար այդպիսի փող չի եղել, եւ մնացած 4,500-ը գործատուն է տալու, այսինքն աշխատողը գործատուն որտեղից է տալու։ Գործատուն որտեղից այդ 4,500-ը տալու։ Թե գործատուն սոցիալական իրավական սուբյեկտ չէ Հայաստանի Հանրապետությունում։ Բացի դրանից, ասում եմ, ովքեր 200,000 եւ ավելի փող են ստանում, նրանք սոցիալական ապահովագրությանը կմասնակցեն, իսկ ովքեր չեն ստանում, նրանք սոցիալական ապահովագրության չեն մասնակցի։ Այսինքն ուսուցիչը ստանում է 100,000, սոցիալական ապահովագրությամբ չի անցնելու ուսուցիչը։ Հայաստանի Հանրապետությունում 36,000 ուսուցիչներից մնացել են 29,000, այսինքն 29,000 մանկավարժներ սոցիալական ապահովագրության ծրագրից չեն օգտվելու, որովհետև նրանք 200,000 աշխատավարձ չեն ստանում։ Իսկ գիտնականները, իսկ հավաքարարները, իսկ CT-ի աշխատողները, որոնց աշխատավարձը 120-130,000 է, դրանց թիվը տասնյակ հարյուրավոր հազարներ են։ Նաև ասեմ, չնայած այս առողջապահության նախարարն ասեց, որ ոչ բոլոր բուժ սպասարկումներն են մտնում սոցիալական ապահովագրության մեջ եւ թվեց ընդամենը 30%։ Այսինքն մնացած 70%-ը քաղաքացին պետք է 10,800 դրամ տա Նիկոլի Թալանչի կառավարությանը, որպեսզի նրանք, այսինքն տարեկան 103 միլիարդ դրամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից լրացուցիչ փող է հավաքվելու։ 103 միլիարդ դրամ։ Նիկոլ Փաշինյանի միայն պարգևավճարները 210 միլիարդ դրամ են։ 210 միլիարդ դրամ։ Եվ օրինակի համար ասեմ 500,000 թոշակառուների, ովքեր ստանում են 50 եւ պակաս հազար դրամ, որպեսզի նրանց 10,000-ով թոշակ ավերանա, տարեկան պետք է միայն 50 միլիարդ դրամ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը 4 անգամ ավելի պարգևավճար է բաժանում,
Բայց թոշակառուների թոշակը չի բարձրացնում։ Ահա Նիկոլի իրական դեմքը։ Բանակ չունենք, Արցախ չունենք, պետականություն չունենք, անվտանգություն չունենք։ Եկեղեցին կործանման եզրին են հասցրել։ Ազգաբնակությունը սոցիալապես, տնտեսապես ստրկացված է Նիկոլի հարկերից եւ турքերից, թանկացումներից։ Անասնակեր սիրող նիկոլականներ, ահա ձեր պահած երկիրը։